Մարդը 5 զգայարան ուներ. աչքեր, ականջներ, ռունգներ, հոտոտելիք, ճաշակելիք, շոշափելիք։ Այդ 5 զգայանները Աստված տվել է, որպեսզի մարդը արտաքին աշխարհի հետ շփում ունենա։ Աչքերով տեսնի, ականջներով լսի, բերանով ճաշակի, խոսի, քթով հոտոտի, ձեռքերով ոտքերով շոշափի, գործի։ Եվ այս 5 զգայանները դռներ ու լուսամուտներ են արտաքին աշխարհի հետ։ Բայց ի՞նչն է կարգավորում այս 5 զգայանները։ Միտքն է կարգավորում։ Միտքն է սահմանում, միտքն է սահմանափակում, միտքն է իմաստավորում ինֆորմացիան, որ գալիս է դուրս։ Այսինքն մտքի միջոցով մարդու աչքերը սկսում են տեսնել, մտքի միջոցով ականջները սկսում են լսել, մտքի միջոցով քիթը հոտոտում է, բերանը ճաշակում է, ձեռքերը ոտքերը գործում են։ Այսինքն կարևորագույն զգայարանը մարդու, կարելի ասել 6-րդ զգայարանը մարդու, դա միտքն է։ Ավետանում մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. աչքի տեսածով դատաստան մի արեք, ուղիղ դատաստան արեք։ Ինչ է ուզում ասել։ Աչքի տեսած աչքը զգայարն է, չէ՞։ Աչքը տեսնում է այնքան, որքան որ կարող է։ Բայց միտքն է գնահատում աչքի տեսածը։ Միտքն է գնահատում ականջի լսածը։ Միտքը գնահատում է քթի հոտոտելիքը, բերանի ճաշակելիքը, ձեռքերի ոտքերի շոշափելիքը։ Բայց հիմա մենք պետք է մտքին օգնենք, թե պետք է խանգարենք, որ ինքը լավ գնահատի։ Ուզում եմ ավելի բացել փակագծեր։ Օրինակ, բերանը ճաշակում է, չէ՞, ուտում է։ Միտքը պետք է գնահատի, ինչպես պետք է ճաշակի բերանը։ Մտքին, որպեսզի մենք օգնենք, սովորեցնենք ճաշակելիքը ճիշտ ընտրել, ապա պետք է քաղց զգանք։ Այն բերանը, որ քաղցի համը չի զգացել, հացի համն էլ չի զգա։ Եթե մենք ուզում ենք ոգրամոլությունը հաղթահարել, ապա ծոմ պետք է պահենք, հաց չպետք է ուտենք, սոված մնանք, որպեսզի հացի համը զգանք։ Երկիրներ կա, որ ընդհանրապես արեգակը շատ քիչ է դուրս գալիս, լույս չկա։ Ամիսներով մութ է, գիշեր է։ Մի անգամ մեզ մոտ եկել են Հայաստան, ասում են, «Էս ինչ լավ երկիր է Հայաստան», ասում ենք, «Խիա լավ», ասում են, «Արևը շատ է ստեղ, լույսը շատ է ստեղ»։ Այսինքն երբեմն մենք մութը պետք է ճաշակենք, որպեսզի լույսը գնահատենք։ Կույր մարդը երազում է լույս տեսնի, բայց մենք ամեն առավոտ արթնանում ենք, լույս ենք տեսնում։ Խուլը չի լսում, բայց մենք հենց պես լսում ենք, ստեղծագործում ենք, արարում ենք, լսողություն ունենք։ Մարդկա երազում է երգի, բայց մենք երգելու ունակություն ունենք, հա։ Տեսեք, այս բոլոր զգայանները Աստված մեզ տվել է, շնորհ արեն։ Բայց 6-րդ զգայանը միտքն է, որ գնահատում այս ամբողջը։ Այս տրամաբանությունը կարող ենք տարածել նաև մարմնի վրա։ Օրինակ, աշխատանքը մարդու առողջությունն է։ Անգամ դրախտում Աստված ասել էր. մշակիր եւ պահպանիր եդեմական պարտեզ, այսինքն աշխատանքը մարդու առողջության գրավականն է։ Բայց երկու ծայրահեղություններ կարող են լինել։ Կարող է չափից ավել մարդը աշխատի, որ աշխատանքը ոչ թե առողջություն տա մարդուն, այլ ընդհակառակը հիվանդություն տա, եւ կարող է ծույլ լինել, չափից քիչ աշխատել եւ կրկին առողջություն կորցնել։ Այսինքն մենք տեսնում ենք, որ շոշափելիքը կրկին մտքի միջոցով է կարգավորվում։ Բայց ինչպես մարդը կարող է իր մտքին օգնել աշխատելու իմաստով։ Պետք է ինքը զգա իր չափը, ծույլ չպետք է լինի, չպետք է վախենա աշխատելուց, եւ մինչեւ վերջ պետք է աշխատի, իր ամբողջ ուժը, ճիգնը պետք է գործադրի, պետք է զգա իր չափը,
երբ որ զգաց չափը, այն ժամանակ այն միջին ոսկին կընտրի, այնքան կաշխատի, այնքան կմարզվի, որ մարմինն առողջ լինի։ Նույնպես կերակուրը, նույնպես հոտոտելիքը, տեսեք, արարչության մեջ ուշադրություն դարձրեք, սուր հոտեր չկան, բայց մարդիկ հիմա այնքան են սովորել այդ օծանելիքներին, որ իրանք իրական արարչության հոտը էլ չեն էլ առնում։ Պատկերացնում եք մարդ գիշեր ցերեկ իր վրա օծանելիք է փչում, ոնց որ ինքը հոտը չի առնում։ Ես տեսել եմ ծխող մարդիկ հենց մի հատ մաքուր օդի մեջ են հայտնվում, ծխախոտը հանում են, մաքուր օդա ծխենք։ Իսկ կողքից ես նայում եմ այդ ծխոտ մարդուն ու կարեկցում եմ, ցավ եմ ապրում։ Ինչու՞, որովհետև ինքը այդ մաքուր օդը չի վայելում։ Մաքուր օդը հենց տեսնում, ասում եմ մի հատ ծխեմ, դուրս գամ մաքուր օդի ծխեմ, այսինքն դուրս գամ մաքուր օդը պղտորեմ, թունավորեմ ինձ, Աստծո տված մաքուր օդը դու չես ճաշակում, դուք չգիտեմ գարնանը իրական օդի հոտ առել եք, գարնանը դաշտում ծաղիկների հոտը, խենթանալու բուրմունք կա, օծանելիքը չի հասնի դրան, ես Տաթևանքում էդի ճաշակել եմ, որտև ծաղկում ամեն ինչ, դուրս ես գալիս տանձի ծառի հոտը, շլորի ծառի հոտը, սենց խենթանալու բուրմունք կա, դու իհարկե նուրբ հոգի պետք է ունենաս, որ դու զգաս ես հոտը, իսկ օծանելիքը խառնում է ամեն ինչ, չի թողնում, որ 6-րդ զգայարանը աշխատի, արարչությունը տեղ է թողնում 6-րդ զգայարանի համար, հա, 6-րդ զգայարանը միտքն է, ամեն ինչին օգնում է 6-րդ զգայարանը, բայց երբ որ մենք միջամտում ենք արարչությանը, խանգարում ենք արարչությանը, աչքերը բնությանը չի նայում, միշտ համացանցին է նայում կամ հեռուստացույցին է նայում, մենք կարծես մեր արարչությունից կտրվում ենք, այն բնական գեղեցիկը, օրինակ երկինքին դուք նայեք, կապույտ է երկինքը, ինչու է երկինքը կապույտ, կապույտը ինչ է խորհրդանշում, խաղաղությունն է խորհրդանշում, ինչու Աստված մեր երկինքը կապույտ է արել, որպեսզի մենք միշտ ձգտենք երկնքին, իսկ երկնքում ինչ կա, խաղաղություն կա, ինչու է գարնանը ծաղկունքը, կանաչը ինչ նշան է, կանաչը ծաղկելու նշանն է, արարելու նշանն է, ստեղծելու նշանն է, պատահական չէ, որ գարնան ամեն ինչ ծաղկում է, դեղին կարմիր ինչ նշան է աշունը, հասունության նշանը, երբ որ ամեն ինչ հասնում է, քաղցրանում է, այն ժամանակ կարող ես ճաշակել, այսինքն արարչություն մեզ ամեն ինչ սովորեցնում է, ինչ է կապույտը, ինչ է կարմիրը, ինչ է դեղին, ինչ է կանաչը, Անտոն անապատականը, երբ որ պետք է գնար անապատում ճգներ, ասում են դու սուրբ գիրք չես վերցնում, ասում են ես գրել կարդալ չեմ իմանում, նախ եւ առաջ իրապես չէր իմանում, հետո ասում էր արարչությունը բաց սուրբ գիրք է, մենակ պիտի կարդալ իմանաս, բաց սուրբ գիրք է, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում են մրջունից մինչև երկնքի թռչում պատմում են երկնքի արքայության մասին, մրջունից երկնքի թռչում պատմում են երկնքի արքայության մասին, բայց պիտի դու կարողանաս կարդալ, Սողոմոնը իմաստունն ասում էր, ով ծույլ, գնա մրջունի մոտ, մարդը մրջունի մոտ, հələ մրջունը նայի, մարդուն նայի, բայց պիտի մրջունից սովորի, ինչ պիտի սովորի, աշխատասիրություն, մեղվից իմաստություն պիտի սովորի, ես ամեն ինչ որ Աստված մեզ տվել, մենք պետք է սովորենք, ուրեմն 6-րդ զգայարանը իրականում միտքն է, որ կարգավորում է բոլոր 5 զգայարները, սովորեցնում է աչքը ինչ պետք է տեսնի, ականջը ինչ պետք է լսի, շրթունքները ինչ պետք է ճաշակեն, ինչ պետք է խոսեն, քիթը ինչ պետք է հոտոտի, ձեռքերն ու ոտքերը ինչ պետք է շոշափեն։ Ուրեմն մենք շատ ավելի կարևոր է, որ զարգացնենք 6-րդ զգայարանը, որպեսզի մեր 5 զգայարանների գործունեությունը
վերահսկվի եւ կարգավորվի։ Ամեն։